Խոսքս մեր հայրենակիցներն է ուղղում, տեսեք, մենք ներկայացնում ենք մեխանիզմը, որը հիմնավոր է եւ հաշվարկված, ու կրկին դիմում եմ ասելով, որ այս հանրագրի ինստիտուտը տրված է հենց նույն հանրային վերահսկողության համար, մենք ունենք գործիքակազմ, պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել մեր երկրի բնակիչների շահով, եւ եթե կա այդ հնարավորությունը, այո, պետք է պահանջատեր լինենք եւ հետեւողականություն դրսեւորենք, որպեսզի բնակչության համար ավելի հարմարավետ սոցիալական ու տնտեսական միջավայր ստեղծվի, օրինակ այս դեպքում իրենց հոսանքի սակագնի իջեցման տեսքով։ Մեխանիզմները կհրապարակվեն մեր պաշտոնական էջով, ինչպես միանալ, հա, մեր գրասենյակները մարզային կսկսեն մեկնարկը ստորագրահավաքի, շատ հեշտացված կարգ է, ուղղակի թղթի վրա տվյալներ են մուտքագրվում, այնուհետև մենք համակարգված արդեն կներկայացնենք իրավասու մարմնին։ Հիմա եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշում էր, որ ավելի բաղ վերած է հիմնավորումը սակագնի իջեցման վերաբերյալ, թույլ են եւ մանիպուլյատիվ։ Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներին հայտարարելու համար հոսանքի գինը չպետք է փոխվի, քանի որ հետո կարող է արդեն խնդիրներ առաջանալ։ Սրա վերաբերյալ ինչ կասեք եւ արդյոք որևէ քաղաքական նպատակադրման համար արժե սակագինը իջեցնել։ Տեսեք, պատասխանեմ ամփոփիչ, նախ սկսենք վերջից նախավերջին հատվածից, օրինակ գործադիր իշխանության ղեկավարությունը, եթե հղում կատարեցի կոնկրետ հայտարարությունների, հա, վարչապետն է հայտարարություն արել ՀՑԿՀ-ն է, դրանք կարծում եմ իրենց բովանդակությամբ ավելի մանիպուլատիվ ու քաղաքական բնույթ ունեն, հա, քան մեր ներկայացված առաջարկը, որովհետև որևէ հստակ հիմնավորում, թե բանաձևերով կամ տնտեսական հաշվարկով, հա, հետո ինչպես կարող է ավելանալ կամ ինչի արդյունք ինչու՞մ է մանիպուլյացիան հանդիսանում չի ներկայացնում, զուտ որակումներ են տրվում։ Այս մեր պարագայում առաջինը քաղաքական նպատակահարմարությունը բացառելու համար նշեմ, որ այս գործընթացը մեկնարկել է դեռևս անգամ Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը։ Իսկ դուք գիտեք, որ մեր ձևով շարժման մեկնարկը հենց տրվել է հակաիրավական ու քաղաքական այդ process-ի արդյունքում, որովհետև իրավական գործընթացը ըստ էության բացակայում էր, այսինքն փաստը արձանագրված է, որ մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը եղել է մեր երկրում հստակ գործընթացներ, հա, հեծը բնականon աշխատանք է ունեցել ու հենց այդ ավելացված գումարի արդյունքում իրենք նախապես դիմում էին ներկայացվել։ Հիմա հակառակ իրավիճակն է առկա ավելի շատ։ Հստակ մարդիկ, սեփականատերերը առաջարկ են անում այդ գումարը չվատնել եւ օգտագործել ի օգուտ բնակչության, որովհետև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարին 2 անգամ սակագնային պլանը վերանայելու հնարավորություն ունի։ Ու տեսեք, նաև հակասական հայտարարություններ են անում, ինչու ոչ նաև իրենց կողմից, հա, ժամանակավոր պաշտոնակատարը վերջերս հայտարարություն արեց, որ իրենք եւս սկսել են դիտարկել սակագնի իջեցումը, այնուհետև վարչապետը ասեց, որ դա եթե իջեցնենք, հետո խնդրահարույց կլինի, ինչու ոչ նաև օդից կախված, հա, լրահոսում տեղեկատվություններ կան, որ իրենց հերթին փորձում են գարնանը նախընտրական շրջանում այս գործընթացը մեկնարկել, տարաբնույթ ինֆորմացիաներ կա, բայց մի բանը ակնհայտ է, որ առաջին հերթին դիմաց ձմեռ է, եթե սակագինը հոսանքի իջեցնում է, պետք է ամենանպատակահարմար ժամանակաշրջանը բնակչության համար սա է, որպեսզի այդ դրա արդյունքում քաղաքացիների համար շոշափելի եկամուտներ ու խնայողություններ տեղի ունենան։ Մեկ, երկրորդն էլ լրիվ հակառակ պատկերն է, հա, եթե օբյեկտիվորեն դիտարկում ենք իրավիճակը, քաղաքական նպատակահարմարությունը ու քաղաքական նրբերանգներն ու երանգավորումները գալիս են իշխող ուժի կողմից։ Ես ներողություն եմ խնդրում մի փոքր հավելում պատասխանին։ Տեսեք, մեր կողմից ներկայացրած թվերը, որին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնպես դեմ չէ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է հաշվել։ Կա սպառում բնակչության կողմից 2 միլիարդ կիլովատ եւ կա 6 միլիարդ դրամ գումար խնայված։ 6 միլիարդը եթե բաժանում ենք մենք երկուսի, 3 դրամ տարբերություն անում։ Մեր պահանջը դա է, որ այդ խնայված գումարի հաշվի բնակչության համար սակագինը իջեցվի։ Իսկ մանիպուլյացիան այս դեպքում մեր ուղղությամբ չի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կարելի է դիմել այդ հարցը, ու իրանք վստահ են կունենան հստակ պատասխան։